ժամանակ եզրույթների վերաբերյալ։ Մենք նախորդ դասերի ընթացքում ծանոթացել ենք ճանապարհ, արագություն հասկացությունների հետ։ Քիչ թե շատ ծանոթ ենք նաև ժամանակ հասկացության հետ։ Այսօր նաև մենք կընդլայնենք մեր գիտելիքների շրջանակը, ինչպես նաև կամրապնդենք նախորդ երկու եզրույթների մասին գիտելիքները։ Կկարողանանք մեր դասի նպատակներ երկու անհայտի միջոցով երրորդը գտնել, մասնավորապես ճանապարհի եւ արագության միջոցով, նաև վերհանել ժամանակ եզրույթի բովանդակությունը եւ հիմնական իմաստը։ Կկարողանանք կիրառել այսօրվա դասի ընթացքում գումարուն գործողության վերաբերյալ հատկությունները, մասնավորապես տեղափոխական եւ սուբորդական հատկությունները, անհրաժեշտության դեպքում նաև համատեղ կիրառություն կկարողանանք կիրառել։ Բացի այդ, պետք է կարողանանք ձևավորենք նաև հմտություններ, կարողություններ, որ կարողանանք խնդիրների լուծման ժամանակ կիրառել ճանապարհ, արագություն ժամանակ եզրույթները, օգտվել համապատասխան բանաձևերից, տառային նշանակումներից, որը նշեմ իդեպ, որ տարրական դասարաններում չի պահանջվում տառային նշանակումներ կամ բանաձևեր, բայց մենք կարող ենք նախահիմք հանդիսանալ ապագայի մաթեմատիկական նմանատիպ խնդիրներ լուծելու համար։ Ինչպես նաև պետք է կարողանանք հավուր պատշաճի տվյալները հավաքագրել, ներկայացնել աղյուսակի տեսքով, ինչպես նաև անհատական քարտերի միջոցով աշխատելիս խնդիրները համառոտագրել, համապատասխան պայմանին եւ լուծումը ներկայացնել։ Կուզեմ այսօր երկի քարտի միջոցով, այսպիսի մի հարց, մուտքի քարտի միջոցով ձեզ այսպիսի մի հարց տալ։ Նշեք երկու բան, որ հիշում եք նախորդ դասից։ Ինչպես ես նշեցի, մենք արդեն ծանոթ ենք ճանապարհ եւ արագություն եզրույթներին։ Ինչ եք կարևորում այս երկու եզրույթներից։ Ինչ եք հիշում նրանց մասին նախորդ դասի, որից։ Արագությունը միավոր ժամանակում նրանց ճանապարհն է։ Ահա, շատ ապրես, գրաֆիկ։ Անշարժման արագությունը հավասար է նրանց ճանապարհի եւ տասաճամանակի անընդհատ։ Շատ ապրես։ Դասի հիմնական մուտքը մենք կկառուցենք մտագրող մեթոդով։ Ինչ է մտագրող երեխաներ, քննել մտքերի տարափով, նաև մտքերի տարափ ենք ասում, պետք է կարողանանք դասի թեման վերհանել։ Հիմա ես գրել եմ շրջանակի մեջ խնդիրներ հնարավորության վերաբերյալ։ Ինչ բառեր են ասոցացվում այս եզրույթի հետ։ Կարող եք ասել բառեր Էլեն, Արագություն, արագություն, շատ է։ Դանիել, ճանապարհ, Ճասեն, ժամանակ, ժամանակ, ժամանակի շփման միավորներ, ժամանակի չափման միավորներ, շատ ապրես տեսնեմ, Անահիտ, ժամանակի չափանից միավորներ գիտես։ Րոպե, ժամանակ, ժամանակ չէ, ժամանակը մեծություն է, չափման միավորը ի՞նչն է։ Ժամն է, Գոգո, վայրկյան, Մարինա, ճանապարհի երկարության, շատ ապրես, եթե մենք կապ ճանապարհ եք անցնելու երեխաներ, ես կարող եմ կիլոմետրը վերցնել որպես չափման միավոր։ Ոչ, իսկ երբ վերցնեմ կիլոմետրը, կիլոմետրը երբ կվերցնեմ։ Ճանապարհը։ Այո, երկար ճանապարհին, շատ ապրես։ Երեխաները մենք ճանապարհի ժամանակի չափման միավորներն ասացինք։ Եվս մեկ եզրույթ է մնացել, ո՞րն է դա։ արագության չափման Արագության չափման միավորներ, կարող ես նշել ասել։ կիլոմետր ժամ, կիլոմետր րոպե, Բավական է, մեկ այլ երեխա, տեսնեմ, Անահիտ, կիլոմետր վայրկյան, կիլոմետր վայրկյան, Գոհար, մետր ժամ, մետր ժամ, Մարիանա, մետր վայրկյան, մետր վայրկյան, Արմեն, մետր րոպե, լավ երեխաներ, ասեն ջան, խնդրեմ փակցնեք, շնորհակալություն։ Տեսեք, մենք գրեցինք բառեր, եզրույթներ, որոնց միջոցով մենք վերհանեցինք այսօրվա մեր դասի թեման։ Դասի նպատակն ինչպես նշվեց դասի սկզբից, այժմ մինչև դասի նախամուտքը մենք կկատարենք քուիզից հարցում։ Մինչ այդ ուզում եմ նշել նաև մեր առջև դրված վերջնարդյունքները։ Նպատակները նշելուց հետո ամենակարևորը երեխաներ, որ պետք է մենք վերջում կարողանանք տեսնել կապը արագության, ճանապարհի եւ ժամանակի կապվածությունը։ Հաշվել երկու հայտնիների միջոցով երրորդը դուրս բերել տվյալներ աղյուսակից, ինչպես կարողանալ նաև տվյալներ հավաքագրել եւ տվյալներին համապատասխան պահպանելով խնդիրների բաղադրիչների հերթականությունը, մոդելավորել համապատասխան եւ տալ խնդրի լուծում եւ պատասխան։ Պատրաստ եք։
Ինձ հիշեցնել քույզիս խաղն իրականացնելիս մենք քանի եղանակով կարող ենք միանալ խաղին։ Յուրի, առաջին որ եղանակով կարող ենք միանալ։ QR կոդով կեցես իմ տղա այ հղումով շատ ապրես նորայ կոդով շատ ապրես։ Կգրեմ կոդը։ Ասենալի կապակոդավորի, QR կոդով, յուրի դու նպեսարի, հիմա դու նպեսարի։ Ստացվեց, ապրես միացի, երեխաները հիշում են, որ բացառապես հայատանը գրում են անունը և ազգանունը։ Ստացվեց։ Շատ ապրես։ Երեխաները բոլորս մուտքոտեցի։ Կարող ենք խաղը սկսել։ Արագությունը գտնելու համար անցած ճանապարհը բաժանում ենք ծախսած ժամանակները, Հիմա բանաձևը ներկայացրու իմ տղա։ Վեն հավասար է։ Հավասար է S-ը բաժանած T-ի։ Շատ ապրես, գեցի։ Հիմա ազաբորիս լսում եմ։ Ժամանակ գտնելու համար պետք է ճանապարհը բաժանենք արագությամբ։ Շատ է։ Հիմա մենք անցանք երրորդ հասկացությանը երեխաներ։ Ժամանակ, երբ որ մենք ճանապարհ ենք անցնում, մենք օգտագործում ենք եւ ժամանակ եւ արագություն։ Համապատասխան արագություն։ Հիմա ժամանակը գտնելու համար մեզ ինչ պետք կգա։ Ինչ պետք կգա, վարե։ Արագությունը ճանապարհի։ Շատ ապրես, արագությունը եւ ճանապարհը։ Ռաֆայել ուզում եմ ասել ժամանակը վլատները որ տարով կնշանակեն։ Դե, շատ ապրես, սա եղավ ժամանակ։ Այս երեք մեծությունները մենք կարողացանք լատիներեն տառերով ներկայացնել։ Ուրեմն ժամանակը գտնելու համար երեխաներ մեզ անհրաժեշտ է ճանապարհ եւ արագություն։ Հետևաբար, եթե մենք ամբողջ ճանապարհը բաժանենք միավոր ժամանակում անցած ճանապարհի վրա, այսինքն արագության, մենք կգտնենք, թե ինչքան ժամանակ է ծախսում մարմինը ամբողջ ճանապարհն անցնելու համար։ Ըստ այդմ եկեք դուրս բերենք կանոնը երեխաներ։ Ժամանակը կգտնես, եթե ճանապարհը բաժանես արագությանը։ Օգնեկից բանաձևը դուրս բերել։ Ժամանակի շատ ապրել։ Հիմա երեխաներ, քանի որ մենք հասկացանք այսօր մենք ինչ գիտելիքներ ենք կիրառելու, այժմ անցնենք դասագրքով աշխատանքի։ Նայում ենք 780-րդ առաջադրանքին, մինչ այս ուզում եմ ինձ հիշեցնել, որոնք են խնդրի բաղադրիչները։ Պայման, պահանջ, լուծում, պատասխան։ Շատ ապրես։ 360 կիլոմետր մանրապար հաստատություններ անցնել 50 կիլոմետր/ժամ։ Արագությամբ ավտոբուսը 60 կիլոմետր/ժամ։ Իսկ եթե 12 կիլոմետր/ժամ արագությամբ։ Հաշվի դրանց ծախսած ժամանակը եւ ֆինանսի արագությունը։ Շատ ապրես։ Յուրի ընթերցում ես միայն պայմանը։ 360 կիլոմետր ճանապարհն ավտոմեքենան անցել է 90 կիլոմետր/ժամ, ավտոբուսը 60 կիլոմետր/ժամ, իսկ հեծյալը 12 կիլոմետր/ժամ արագությամբ։ Հաշվի նրանց ծախսած ժամանակը եւ լրացու Ահա, լրացու աղյուսակը։ Այսինքն երեխաներ, խնդրի պայմանից ելնելով, այժմ մենք դուրս ենք բերելու, հավաքագրելու ենք տվյալները, համապատասխան աղյուսակում տվյալները անցկացնելով պետք է խնդրի լուծումը ներկայացնենք աղյուսակի տեսքով։ Աղյուսակում տեսնում եք երեխաներ, խնդրեմ վերցնեք գծագրական մատիտները։
Տեսնում ենք, որ աղյուսակը բաժանված է 4 սյունակների, յուրաքանչյուրում 3-ական տող երեխան։ Մենք ունենք անվանում, մեծության անվանումները ժամանակ, արագություն և ճանապարհ։ Այնուհետև մարմիններ, ունենք 3 մարմին, ըստ իրենց արագության հերթականության նշված է։ Ավտոմեքենա, ավտոբուս և հետիա։ Հիմա աղյուսակը լրացնել ես, մենք ինչ տվյալներ կարող ենք վերցնել խնդրի պայմանից։ Արագությունը կարող են դուրս բերել։ Այո։ Կարող են ժամանակը դուրս բերել։ Այո, իսկ ճանապարհը կարող են տվյալները դուրս բերել։ Այո։ Ոչ, մենք դա ինչ պետք է անենք։ Պետք է գտնենք։ Հիմա արագ դուք տվյալները հավաքագրում եք և դուրս եք բերում։ Համապատասխան բանդակում ներկայացնում եք։ Ճանապարհն ունեք անցել։ Այո։ Ունենք մարմինների շարժման արագությունը։ Քանի մարմին ունեիք։ 3։ Եվ ունենք ժամանակը։ Ոչ։ Այսինքն մեր խնդրի պահանջը գտնել յուրաքանչյուր մարմնի ծախսած ժամանակը։ Հիմա համապատասխան բանդակներում լրացրեք և ճանապարհը և արագությունները։ Ինչ կարևոր բան նկատեցիք երեխաներ։ Որ ճանապարհը նույնն է։ Բոլորը նույն ճանապարհն են անցել, էս իմ տղա։ Լավ երեխաներ, ավարտեցիք ինքնուրույն աշխատանքը։ Ժաննաջակը խնդրեմ գտնես ավտոմեքենայի ծախսած ժամանակը։ Անի որ ժամանակ Ճանապարհի քանոթի, ահա, հետևաբար գտնի ծախսած ժամանակը 360-ը ինչ կստացվի 4 ինչ չափամիավորներ երեխաներ 4 ժամ, շնորհակալություն Ժաննաջան, հաջորդը Վահեջան գտի ավտոբուսի ծախսած ժամանակը, խնդրեմ բանաձևից դուրս բերելով Ավտոբուսը անցել է 360 կիլոմետր ճանապարհ, պետք է ճանապարհը բաժանենք արագությամբ։ Ապրես, հետևաբար որքան կստացվի ավտոբուսի ծախսած ժամանակը 6 ժամ։ Հետյալի ծախսած ժամանակը գտի։ Քանի որ նա ամենադանդաղն է, Ինչի՞ց զգացի, որ դանդաղ է։ որտեղ նրա արագությունը ամենաքիչն է։ Ամենացածրն է։ Ահա, շատ լավ։ Եթե ուզում ենք գտնել նրա քանի ժամում է անցել, պետք է 360-ը բաժանել 12-ի։ Ասում ենք 781-րդ խնդրի կատարումը։ Կաթար ապի բարձրաձայն։ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցնում է 4 ժամում, 60 կմ/ժ արագությամբ։ Քանի ժամում նա կանցնի այդ ճանապարհը, եթե ընթանա 20 կմ/ժ-ով։ Արագությամբ։ Շատ։ Հիմա ես մեկ անգամ խնդիր եք արդան երեխաներ։ Ուրեմն ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհ անցնել պիտի անցնել 4 ժամում 60 կմ/ժ արագությամբ։ Հստակ է։ Կարող եք այստեղ գտնել որքան ճանապարհ կարող է անցնել։ Կարող եք ասել։ Բանաձևով ասեք։ Յուրիա։ Ահա, ասել թվային լուծումը դուր։ 60 անգամ 4 հավասար է 240 կիլոմետր։ կիլոմետր, այսինքն պետք է 240 կիլոմետր երկարությամբ ճանապարհ անցնել 4 ժամում, եթե շարժվի 60 կմ/ժ արագությամբ։ Հիմա մեր խնդրի պահանջը փոխվում է, ասենք, եթե այդ նույն ժամանակահատվածում նույն ճանապարհը անցնել 20 կմ/ժ-ով ավել արագությամբ, որքան ժամանակ կծախսեր երեխաներ։ Ինչ է կարծում, եթե արագությունը մեծացրեց, ճանապարհը նույնն է, չկլինի ժամանակը կնվազի շատ ավելի։ Հիմա եկեք խնդիրը մոդելավորենք։ Առաջինը նշում ենք գյուղից քաղաք ճանապարհը, սա գյուղն է, սա քաղաքն է։ Ավտոմեքենայի արագությունը որքան է։ 60 կմ/ժ արագությամբ է շարժվում։ Ամբողջ ճանապարհը քանի ժամում պետք է անցնել։ 4 ժամում։ Մենք ինչը պետք է գտնենք։ Եթե արագությունը 20 կմ/ժ-ով ավելացնի, քանի ժամում։ Խնդրեմ մոդելավորումը ավարտեցինք, այժմ անցնում ենք լուծման ընթացքին։ Առաջին քայլով ինչ պետք է անենք, Հարություն խնդրեմ ասա, Ռաֆայել դու մտածիր, որ դուք լուծում եք։ Առաջինը գտնում ենք ավտոմեքենայի անցած ճանապարհի ճանապարհը, կարող ես բանաձևն ասել։
Այս Այս հավասար է V անգամ T։ Շատ ապես, նստիր իմ տղա, այս հավասար է V անգամ T։ Գոգո, ասա ինչպես գտնի արագությունը թվային տվյալներով արդեն։ Ժամանակը 4 է, արագությունը 60։ 4 անգամ 60։ Ապես, գտի, գտանք երեխաներ, մեր ամբողջ ճանապարհի երկարությունը որքան է ավելացնում։ S-ը հավասար է որքան է 240 կիլոմետր։ Ուրեմն երեխաներ 240 կիլոմետր է գյուղից դեպի քաղաք ընկած ճանապարհ։ Ավտոմեքենան շարժում է 4 ժամ, 60 կիլոմետր/ժամ արագությամբ եւ ամբողջ ճանապարհը պետք է անցնի 4 ժամում։ Բայց փոխում ենք խնդրի պահանջը։ Եթե Դանիել կանգնի, եթե արագությունը մեծացնի ավտոմեքենան 20 կիլոմետր/ժամով, ամբողջ ճանապարհը քանի ժամում կացնի, կարող ես ասել։ Առաջինը ինչ պետք է անես։ Առաջինը պետք է Գտնենք ավելացած արագություն։ Բորիս արի գրի։ Գտի ավելացած արագությունը նստի։ Որքան կլինի ավելացած արագությունը։ 65 Ահա, դե գտի։ Որքան եղավ արագությունը։ 80 կիլոմետր/ժամ։ Արագությունը, այսինքն միավոր ժամանակում անցնում է որքան ճանապարհ։ 80 կիլոմետր ճանապարհ է անցնում։ Նստի։ Միքայել, հիմա դու ինձ ասա, իմ վերջնական պահանջը ինչպես կատարեմ։ Ունեմ 240 կիլոմետր երկարության ճանապարհ եւ ունեմ նոր արագություն։ Որքան է նոր արագությունը։ 80 կիլոմետր։ Ահա, հիմա կարող ես ասել նոր արագությամբ նույն ճանապարհը քանի ժամում կարող է անցնել։ 240-ը բաժանում 240-ը 240-ը բաժանում ենք 80-ից։ Շատ ապրես։ Արի դու գրի եւ ուզում եմ բանաձևը, Էդուարդ ասա բանաձևը տեն ինչպես գտնենք։ Տեն հավասար է։ Տեն հավասար է S-ը բաժանած T-ի։ S-ը բաժանած B-ի։ Արի մարի պատասխանը նշի։ Նույն ճանապարհը, երբ որ ավելի քիչ արագությամբ է շարժվում, ծախսեց որքան ժամանակ։ 4 ժամ։ 4 ժամ։ Հիմա նույն ճանապարհը ավելի մեծ արագությամբ քանի ժամում անցավ։ 3 ժամ։ Ահա, դե եկեք ճանապարհի եւ արագության միջեւ երկու հայտնիով գտնենք երրորդ անհայտ։ Այսինքն, որքան արագությունը բարձրացավ, ժամանակի հետ ինչ եղավ։ Նվազեց։ Ժամանակը նվազեց։ Ուրեմն որքան մեծ արագության մարմինը շարժվի, այնքան քիչ ժամանակ կծախսի։ 76-րդ առաջադրանքի առաջին հավասարությունը, թվային հավասարությունը։ Ով է հիշեցնում, ինչ է թվային արտահայտությունը։ Բորիս, կարող ես հիշեցնել։ Միայն թվերով եւ ապրես, թվային արտահայտությունը երբ է դառնում հավասարություն, երբ է դառնում էլ է։ Երբ որ վերջում դնում ենք հավասարման նշան։ Շատ ապրես իմ աղջիկ, կեցես հավասարման նշանը։ Ով կարող է ինձ ասել երեխաներ, այս թվային հավասարությունը ինչպիսի թվերով է ներկայացված։ Ինչպիսի թվերով է ներկայացված։ Բաղադրյալ անվանական թվերով։ Սամվել ինձ ասա ինչ է նշանակում բաղադրյալ անվանական թիվ։ Որևէ բաղադրյալ անվանական թիվ, Բորիս։ 4 կիլոգրամ։ Իսկ ինչ կարող ես ասել, բոլոր մեր գումարելիները ինչպիսի թվերի տեսքով է ներկայացված։ Բաղադրյալ անվանական։ Դանիել, կարող ես ասել, ինչպես բաղադրյալ անվանական թիվն արտահայտենք որպես բաց անվանական թիվ։ Մենք պետք է սկզբում Բոլոր արտահայտենք մեկ ցածր, ավելի ցածր կարգի միավորում եւ մեկ միավորում։ Շատ ապրես։ Հիմա, որից այս արտահայտության արժեքը հաշվելիս, ինչպես կարող ես ավելի հմտորեն եւ արագ հաշվել։ Օգտագործել գումարման համատեղ կիրառությունը։ Գումարման հատկությունների համատեղ կիրառությունը։ Շատ ապրես, ով կարող է ասել գումարման տեղափոխական հատկությունը, Սամվել։ Գումարի տեղերը փոխելուց գումարը չի։ Շատ ապրես, Պապայան Սամվել։ Գումարի տեղերը փոխելուց Գումարը չի փոխվի։ Զուգորդական հատկությունը կեցես իմ տղա, Գոգո։ Մի քանի թվերի գումարը չի փոխվի, եթե երկու արևան թվեր փոխարինենք Կեցես, որի դեմ համատեղ կիրառությունն ասա։ Մի քանի թվերի գումարը չի փոխվի, եթե որևէ երկու թվեր փոխարինենք եւ գումարը։ Շատ ապրես, դες սկսիր առաջադրանքը կազմել, դուք էլ տետրում եք ասությունը։ Ինչպես հաշվեցիր արտահայտության արժեքը։ Սկզբում կիրառեցի գումարման համատեղ կիրառումը, հետո զուգորդեցի,
Շատ լավ։ Մայն աշխատանքի համար նախապատրաստել եմ քարտեր, որոնցում կազմված է խնդիրներ, պետք է խմբում դուք կարողանաք համատեղ աշխատել, խնդիրն արդեն մոդելավորված է եւ պահանջին համապատասխան կատարել լուծումը եւ ներկայացնել պատասխանը։ Արագ բաժանում են խմբերի։ Ես մոտենակեմ եւ դերաշատում եմ կատարելու, որից տեսնեն դերաշատանքը որ փուլ է գտնում, ակը բարաշատ հասկացեք, մոտենակում եք։ Ավելի առաջ մնաց։ Ավելի շարժանալի բերեք։ Շատ լավ, հետո ձեզ մոտի չկասի, հասկացել խնդիրը։ Որ բաղադրի չի հասել։ Լուծմանը գեցեք, ման բաղադրի չի հասել։ Կեցեք, շատ ապրեք։ Մենք պետք է կիրառենք համապատասխան բանաձևը եւ հաշվենք գծանագործների միջև կան հեռավորությունը։ Առաջին գծանագործի անձր ճանապարհը, Հետո երկրորդ գծանագործի ճանապարհը։ Հետո այս մեկը գումարել ենք այս երկուսի եւ ստացվում։ ամբողջ ճանապարհը։ Կեցեք, ասենջան դուք։ Մեր մոտ միավորին ժամանակում 3 հատ նայինք է, որը տարբեր արագություններով են շարժվում։ Ավտոմեքենան ստանում է 30 կմ/ժ, ավտոբուսը 60-ի, իսկ բեռնատարը 80-ի։ Մեր պահանջն է, որ մարմինն է ավելի արագ կառուցվում։ Սլանում թե անցած ճանապարհը։ Հա ճանապարհ անցնում։ Որն ավելի շատ ճանապարհ է։ Մեքենան։ Ինչու՞։ Որովհետև նա անցնում է 50 կմ/ժ։ Դա կարող է ասել ինչ է։ Միավոր ժամանակահատվածում Ահա ժամանակահատվածում անցնում է 50 կմ/ժ։ շատ է։ Ինչպես գնահատեն ձեր ընկերների աշխատանքը եւ դերաշատանքը։ Գերազանց։ Շատ ապրեք նույնիսկ։ Այս երեխաները ձեր սեղանին դրված է խմբային աշխատանքի գնահատման քարտը։ Այժմ իրականացնելու են ձևավորող գնահատում։ Ձեր խմբում ինչը կարևոր է դուք պետք է քարտը եւ ասա։ Կարողացանք համագործակցել Ապրես։ ձեր բերեցիմ նոր հմտություն։ Շատ ապրես։ Իսկ այժմ ես կգնահատեմ երեխաներ ձեզ, իրաք դուք կատարեցիք ձևավորող գնահատում, ինքնա գնահատման, բայց դուք ձեր գնահատեցիք ձեր աշխատանքը, այժմ ես կիրականացնեմ ձևավորող գնահատում, փոխադարձ գնահատում իրականացնելով։ Այո, խմբային աշխատանքի ընթացքում դուք կարողացաք համագործակցել միմյանց հետ, կարողացաք ձեռք բերել նոր հմտություններ եւ աշխատեցիք միմյանց օգնելով։ Այժմ երեխաներ դասի ավարտին մենք ամփոփումը կկատարենք Learning Apps կրթական գործիքով։ Կատարենք եւ ամփոփ իրականացնենք 3-2-1 մեթոդական հնարի։ Ինչու՞ն է կայանում հնարի էությունը։ 3 նոր բան որ սովորեցիք այսօր։ Կարող եք նշել։ Ահա, նշում։ Երկու անհայտով գտան երրորդը։ Երկու անհայտով գտանք երրորդը շատ ապրես։ Կարողացանք ճանապարհը հաշվել նրա շարժման արագության եւ ծախսած ժամանակի քանակով։ Շատ ապրես եւ ապրես։ Ասում եք երկրորդին։ Երկու նոր բան, որը ձեզ հետաքրքրեց, խնդրեմ, Միքայել։ Ինձ հետաքրքրեց, որ արագությունը, ժամանակը եւ ճանապարհը Կապակցված են։ Ահա, եւս մեկ բան, Վայջան։ Բանաձևերի կիրառությունը շատ։ Մենք որ ինչը անհասկանալի էր մեր դասի ընթացքում երեխաներին։ Անհասկանալի ոչ մի բան չկա, բայց ես ուզեի ճանապարհի ժամանակ եւ արագության վրա աշխատել։ Ավելի աշխատել, այսինքն դու նախընտրում ես եւ ուզեի, որ հաջորդ դասերի ընթացքում մենք ընդլայնենք մեր գիտելիքները շարժման վերաբերյալ խնդիրների։ Շատ լավ, նստի, շնորհակալություն։ Դասի սկզբում երեխաներ մենք մուտքի քարտերի օգնությամբ նշեցինք երկու բան նախորդ դասից, որ մեզ շատ հետաքրքիր էր եւ հիշում ենք։ Այսօր մեր նոր դասի ավարտին արդեն պետք է նշեք երկու բան, որ այսօր սովորեցինք։ Բայց դուք կարողացաք արդեն 3-2-1 մեթոդական հնարի օգնությամբ նշել երկու բան, որ սովորեցիք եւ ձեզ հետաքրքրեց։ Բացում ենք դասագրքերը, տնային աշխատանքը նշում ենք երեխաներ։ Տնային աշխատանք H 133-րդ առաջադրանք
786-ի բան եւ առաջադրանք 788-ի բան։